Ռիոփենի եթերում Ռինյուզի գլխավոր թողարկումն է, ամփոփենք իրադարձություններով լի օրը, փորձենք սառը գլխով հասկանալ ինչ կատարվեց մեզ հետ այս անգամ նախամռոտ։ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի վարչապետերը մեկ բեմում։ Ադրբեջանով ցորեն ներմուծելը լավ է թե վատ, կողմ ու դեմ փաստարկներ։ Կաթողիկոսի հասցեին նոր կոշտ հայտարարություններ Նիկոլ Փաշինյանից, ինչ է սպասվում կիրակի օրը։ Էջմիածնում սկսվում է քարոզարշավ, ինչ սպասել վաղարշապատի ընտրություններից։ Եվ սոցցանցերն ու երկրների ղեկավարները, խոսքը, վարքն ու ամբողջ աշխարհը անդառնալի վերափոխումների մեջ են։ Օրվա առաջին կեսը տարածաշրջանային էր։ Թբիլիսիում Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի վարչապետերը մասնակցել են Մետաքսի ճանապարհ խորագրով համաժողովին, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ողջունել է դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները վերացնելու մասին Ալիևի երեկվա հայտարարությունը։ Ադրբեջանի վարչապետը ևս խոսել է, Վրաստանի վարչապետն էլ շատ հետաքրքիր մտքեր է արտահայտել, ասելով, որ աշխարհը փնտրում է առևտրային նոր ուղիներ եւ Հարավային Կովկասը կարող է դիտարկվել որպես այդպիսի նոր հնարավորություններ տվող տարածաշրջան, որպես մեկ ամբողջություն։ Իրականում Վրաստանը մտահոգվելու տեղ ունի, որովհետև եթե Թրամփի ուղին աշխատեց, Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա հանգույցում Վրաստանի դերը զգալի չափով կնվազի։ Իհարկե դեռ վաղ է կոնկրետ եզրակացություններ ու հաշվարկներ անելը, քանի որ Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ ճանապարհ այս պահին գոյություն չունի։ Ենթակառուցվածքներ չկան, կան միայն քաղաքական պայմանավորվածություններ, բայց սա էլ է բավարար, որ Թբիլիսին հասկանա, շատ հավանական է, որ շուտով կորցնի տարածաշրջանային իր կշիռը։ Եվ խոսքը միայն ճանապարհների ու երկաթուղիների մասին չէ, այլև հնարավոր է նաև նավթամուղերի ու գազամուղերի, ինչի մասին ևս բազմիցս խոսվել է։ Բաքու, Թբիլիսի, Ջեյհան, Բաքու, Թբիլիսի, Կարս, այս քաղաքները հենց այս հերթականությամբ հաճախ են հիշատակվում, եւ այստեղ Թբիլիսին միշտ մեջտեղում է։ Թրամփի ուղին գործարկման պահից այս շարքերից հենց Թբիլիսին է հանելու։ Ամեն դեպքում համաժողովն անցել է 3 երկրների միջև առնվազն բարիդրացիական հարաբերությունների մթնոլորտում, եկեք դիտենք, որից հետո կխոսենք արդեն Ալիևի երեկվա հայտարարության ու Ղազախստանից Ադրբեջանով ցորեն ստանալու մասին։ Մետաքսի ճանապարհ 5-րդ համաժողովին հանդիպել են Հարավային Կովկասի 3 երկրների վարչապետերը, գոհունակություն հայտնել տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունների առիթով։ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանը պատրաստ է դառնալ տարածաշրջանային խաղաղության խաչմերուկ, իրացնելով իր չօգտագործված ներուժը։ Նախորդ անգամ 2023 թվականի հոկտեմբերին ելույթ ունենալով Մետաքսի ճանապարհ համաժողովին հենց այս հարթակից առաջին անգամ ներկայացրեցի Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած խաղաղության խաչմերուկ նախագիծը, որն այնուհետև ստացավ միջազգային մեր բազմաթիվ գործընկերների հավանությունն ու աջակցությունը։ Այդ նախագծի առանցքային գաղափարը տարածաշրջանային եւ միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքով զարգացնելն էր ոչ միայն դեպի Վրաստան եւ Իրանի Իսլամական Հանրապետություն, այլև Ադրբեջանի եւ Թուրքիայի ուղղությամբ նրանց հետ սահմանի բացումով։ Փաշինյանը կրկին անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության եւ օգոստոսի 8-ին նախաստորագրված պայմանագրի կարեւորությանը, ողջունելով Ադրբեջանի իր բնորոշմամբ մարդասիրական քայլը։ Ադրբեջանը կարևոր քայլ արեց։ Նախագահ Ալիևը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է եւ ուզում եմ իմ գնահատակն արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով եւ ողջունել այդ հայտարարությունը։ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը ևս անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի թեմային, նշելով, որ իր ժամանակին նախաստորագրված համաձայնագիրը կդառնա ստորագրված փաստաթուղթ, բայց թե երբ չի հստակեցրել։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կարելի ասել պատրաստ է, մնացել են վերջին նրբերանգները, երբ ժամանակը գա այն կստորագրվի։ Ալի Ասադովը հիմնականում խոսում է Հարավային Կովկասի տարանցիկ կենտրոն լինելու կարևորության մասին։ Ադրբեջանը եւ Վրաստանը այսօր կարևոր դեր են խաղում այս շեշտադրումների ամրապնդման, Եվրոպան եւ Ասիան եվրասիական ուղու միջոցով միացնող նոր տրանսպորտային եւ լոգիստիկ երթուղու ձևավորման, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության խորացման ու պատմական առաքելության նոր ձևաչափով կատարման գործում։ Տարիների ընթացքում Վրաստանը եւ Ադրբեջանը միացնող բարեկամական ու ռազմավարական գործընկերային հարաբերությունները դարձել են տարածաշրջանում կայունության եւ խաղաղության համար ամենակարևոր շրջադարձային փուլերից մեկը։ Իրակլի Կոբախիձեն նշել է, որ աշխարհը վերանայում է ավանդական առևտրային ուղիները եւ մատակարարման շղթաները, փնտրում է նոր երթուղիներ եւ Հարավային Կովկասը ձգտում է դառնալ այդ հանգույցը։ Ես հատկապես ուրախ եմ, որ այսօր մեզ են միացել մեր բարեկամներ եւ ռազմավարական գործընկերներ, Հայաստանի եւ Ադրբեջանի վարչապետները։
Ձեր ներկայությունն այստեղ հաստատում է, որ մենք Հարավային Կովկասի երկրներս ընդհանուր տեսլական ունենք, միասին աշխատելու մեր տարածաշրջանը խաղաղության, կայունության եւ տնտեսական հնարավորությունների տարածք դարձնելու ուղղությամբ։ Մետաքսի ճանապարհ ֆորումը, որ Թբիլիսիում անցկացվում է 2 տարին մեկ, համարվում է տարածաշրջանի ամենամեծ հարթակը առևտրի, տրանսպորտի եւ ներդրումային հարցերի քննարկման համար։ Այս տարի այն հավաքել է մինչև 2300 մասնակից ավելի քան 70 երկրներից եւ առաջին անգամ կներառի ֆինանսական համաժողով։ Ֆորումի մասնակիցների թվում են կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի եւ Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներ։ Քննարկումները կենտրոնացած են գլոբալ առևտրի ապագայի, միջին միջանցքի զարգացման, էներգետիկ ինտեգրման եւ թվային փոխակերպման վրա։ Համաժողովի նախօրեին Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրակլի Կոբախիձեի հետ։ Հայաստանի վարչապետը հրապարակում էր արել եւ գիծ գրել արդյունավետ հանդիպում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Կոբախիձեն X-ի իր էջում նույնպես շեշտել է հանդիպման արդյունավետության մասին, նշելով, որ վստահ է այս հանդիպումը կնպաստի Վրաստանի եւ Հայաստանի միջև համագործակցության ամրապնդմանը։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Հիմա խոսենք Ղազախստանից Ադրբեջանով ու Վրաստանով Հայաստան ցորեն ներմուծելու մասին։ Ալիևի երեկվա հայտարարությունը ոգևորությամբ են ընդունել ՔՊԱ-ականները, քննադատաբար ընդդիմադիրները։ Փաշինյանի թիմակիցներն ասում են, որ սա լավ է, հեղափոխական իրադարձություն է, ցորենի ներմուծումը դիվերսիֆիկացվում է, ընդդիմությունն էլ զգուշացնում է Ադրբեջանից կախվածության մեջ ընկնելու հնարավոր վտանգների մասին, հնդածս հիշեցնելով Արցախում մնացած ցորենի դաշտերը։ Թե ով ինչպես է հիմնավորում իր տեսակետը եւ ի վերջո Ադրբեջանի տարածքով ղազախական ցորեն ստանալը լավ է թե վատ, ինչ առավելություններ է դա տալիս ու ինչ ռիսկեր է իր հետ բերում, դիտենք ու փորձենք հասկանալ։ Ադրբեջանով մեր երկիր ցորենի գալը իշխանությունը որակում է հեղափոխական իրադարձություն։ Ընդդիմությունն ու որոշ փորձագետներ ռիսկերի մասին են զգուշացնում։ Նախորդին Ղազախստանում Ալիևը հայտարարեց, թե Բաքուն վերացրել է Հայաստան-Բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Հայաստանի իշխանությունը ողջունեց այս քայլը։ Ժամեր անց նույնը հայտարարեց Հայաստանի վարչապետը։ Մենք ոչ միայն քաղաքական, այլև տեխնիկական առումով պատրաստ ենք հենց այսօրվանից, առանց չափազանցության հենց այսօրվանից, Հայաստանի Հանրապետության տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Վարչապետի խոսքով, թեև Հայաստանը քաղաքականապես պատրաստ է ապահովել նաև Նախիջևանից Ադրբեջանի հիմնական մաս տարանցումը, սակայն դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքները դեռևս բացակայում են։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ողջունելով Ադրբեջանի նախագահի քայլը, վստահություն է հայտնել, որ սա վերջին դրական քայլը չի լինի, սակայն նաև հիշեցրել է այլ չլուծված խնդիրների մասին։ Վստահ եմ, որ գալիք ապագայում նման քայլերի, երկկողմ քայլերի պակաս չի զգացվելու, ողջունում եմ Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությունը եւ պետք է ասեմ, որ մենք սպասում ենք նաեւ շատ կարևոր հարցեր ունենք, այդ հարցերի հետ կապված շուտապույտ լուծմանը։ Վերջապես մենք ունենում ենք աղբյուրների դիվերսիֆիկացիա։ Եվ ես կարծում եմ երեկվա հայտարարվածը եւ տեղի ունենալիքը իրապես հեղափոխական բան է։ Սակայն ընդդիմադիր դաշտում այս դիվերսիֆիկացիայի վերաբերյալ կան լուրջ կասկածներ։ Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցնում է, որ նման դրական քայլերը կարող են ժամանակավոր բնույթ կրել։ Ժամանակին Թուրքիայով սիրիական ցորենը եկել է Հայաստան, բայց դա չի խանգարել, որ 93 թվականին Քարվաճարից հետո Թուրքիան փակի սահմանը, օդային սահմանը եւ այլն եւ այլն։ Այդ դիվերսիֆիկացիա, որ ասում եք, դիվերսիֆիկացիայով ցորեն կարանք բերենք Ուկրաինայից, Ռուսաստանից, այստեղից, այնտեղից, բայց էլի գալու էր մտներ Վրաստան, Վրաստանով մտներ Հայաստան։ Մեր պահանջը բոլոր ճանապարհների միաժամանակյա ապաշրջափակում։ Բոլոր դա ներառվում է Հայաստան ճանապարհի ապաշրջափակումը Նախիջևանի միջոցով, որը անհնար է, քանի դեռ սադարակ երասխ երկաթուղին կամ անցումը կառուցված չէ, դա ներառում է Իջևան Ղազախ ճանապարհի ապաշրջափակումը։ Երբեք մենք չենք խոսել ապաշրջափակման դեմ։ Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը զգուշացնում է, որ ցորենի նման ռազմավարական ապրանքի տարանցումը Ադրբեջանի տարածքով ստեղծում է վտանգավոր լծակ, որը Բաքուն կարող է օգտագործել ցանկացած քաղաքական սրացման դեպքում։ Հացահատիկը դա ստրատեգիական
պաշարները ձևավորող ապրանքատեսակ է եւ ստատիկական ապրանքատեսակը դրա մատակարարումը եւ դրա տրանզիտը Ադրբեջանի կամ Ղազախստանից ընդհանրենք գնման պարագայում բավականին հարցական է, բավականին ռիսկեր է պարունակում այն իմաստով, որ ցանկացած հայկական ազգային նոր իշխանությունների ձևավորման պարագայում փորձելու են լծակը ադրբեջանցիները օգտագործել։ Միանշանակ րոպեների ընթացքում ճանապարհը փակելու են։ Ըստ մասնագետի ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո ռուսական հացահատիկը Հայաստանի համար անխուսափելիորեն կթանկանա։ Այդ պայմաններում իշխանությունը կփորձի օգտագործել Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհը ավելի էժան ղազախական ցորեն ներկրելու համար։ Տնտեսագետի համոզմամբ այս խանդավառության հիմքում ընկած է ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական նպատակ, ապացուցելու, որ Ադրբեջանը կարող է լինել Հայաստանի լավագույն գործընկերը, մինչդեռ այս ճանապարհները կարող են ծառայել ոչ թե Հայաստանի, այլ թյուրքական պետությունների շահերին։ Ըստ էկոնոմիկայի նախարարության ղազախական ցորենի առաջին խմբականակը Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով շուտով կհասնի Հայաստան։ Խաղաղությունը հաստատված է, հաղորդագրության վերջում շեշտել էր նախարար Պապոյանը։ Աննա Հարությունյան, Open Media։ Քանի դեռ ակտիվ խոսում է ճանապարհների ապաշրջափակման մասին, մեր գերիների ապաբանտարկման վերաբերյալ որևէ նորություն ցավոք չկա։ Վերջին լուրն այն է, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբանից։ Դատավարություններն ընթանում են իրավական ու նույնիսկ ընթացակարգային լուրջ խախտումներով, բոլորին է պարզ, որ տեղի ունեցողը ավելի շատ վրեժ խնդրություն է, քան դատ։ Կարմիր խաչը Ադրբեջանից վտարելուց հետո նրանց նույնիսկ այցելող չկա։ Թեմայի մասին մենք խոսել ենք ՄԻՊ-ի հետ, ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել վաղը։ Բաքվում շինծու մեղադրանքներով դատարանի առաջ կանգնած Արցախի նախկին պետնախարարը հրաժարվել է իր փաստաբան Աբրահամ Բերմանից, հայտարարելով, որ դժգոհ է դատական գործընթացից։ Գլխավոր դատախազի օգնականը նշել է, որ Ռուբեն Վարդանյանը չի կարող չունենալ պաշտպանություն։ Ուստի կամ պետք է պայմանագիր կնքի այլ պաշտպանի հետ, կամ պետությունը կնշանակի փաստաբան։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Վարդանյանը համաձայնել է հանրային պաշտպան ունենալ։ Աբրահամ Բերմանն ավելի վաղ հայտարարել էր, որ Վարդանյանին առաջադրված մեղադրանքը հակասում է քրեական իրավունքի հիմնարար սկզբունքներին եւ որ արդար դատաքննության ապահովման միակ միջոցը միջազգային իրավունքի սկզբունքների պահպանումն է։ Բերմանը աշխատանքային գործունեության ընթացքում քիչ է առնչվել քրեական գործերի։ Հաշվի առնելով, որ նա այլևս չունի կաշկանդվածություն, փորձեցինք մեկնաբանություն ստանալ նրանից, բայց արձագանք չեղավ։ Հիշեցնենք, որ փետրվարին Վարդանյանն արդեն հրաժարվել էր նախորդ փաստաբանի Ազեր Մահերամովի ծառայությունից։ Այս պահին Բաքվի բանտերում հայկական կողմի պաշտոնական տվյալով 23 հայ գերի է պահվում։ Նրանց մի մասը տարբեր մեղադրանքներով արդեն դատապարտվել է ազատազրկման։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչների դատավարությունը շարունակվում է արդեն 8 ամիս։ Մենք տեսնում ենք ընթացող դատավարություններ, որոնք լուսաբանվում են բացառապես ադրբեջանական լրատվամիջոցների կողմից, որոնք գտնվում են պետական մեծ լուրջ վերահսկողության ներքո, հատվածական տեղեկություններ ենք դուրս բերում այդ պատկերներից, որոնք կրկին ամբողջական չեն եւ իրենց ցանկալի կետերից ուղղություններից են վերցված։ Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումից հետո հայգերիները հայտնվել են արտաքին աշխարհից կատարյալ մեկուսացման մեջ։ Անցած 3 ամսում միջազգային անկախ որևէ կառույց նրանց չի տեսակցել։ Իրավապաշտպանի խոսքով բանտում գտնվող հարազատներից լուրջ ունենալն է ամենաշատը այս պահին անհանգստացնում ընտանիքներին։ Հաստատքային տեսքով տեղեկատվություն մենք այս փուլում դեռևս կարողանում ենք ստանալ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի միջոցով, քանի որ հայ պատանների առնչությամբ կիրառված են հատուկ միջոցներ, Ադրբեջանը պարտավոր է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են ֆիզիկական անվտանգության կամ կյանքին սպառնալիքներ ներկայացնել, եւ նաեւ Ադրբեջանի իշխանությունները որոշակի պարբերականությամբ հաշվետվություն են ներկայացնում Եվրոպական դատարանին։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարծում է գերիների վերադարձը ոչ թե միայն պետությանը պետք է հետաքրքրի, այլև ամբողջ միջազգային հանրությանը։ Միջազգային կազմակերպությունների եւ ազգային օմբուդսմանական հաստատությունների հետ հարաբերությունների համատեքստում մենք հիմա նաեւ նոր այսպես մեթոդներ ենք փորձում կիրառել, դրանց վերաբերյալ այս փուլում հրապարակային չեմ խոսի, որովհետեւ դրանք դեռևս գործարկման ընթացքում են, բայց ես հույս ունեմ, որ այդ ամենը եւս իր որոշակի արդյունքը կտա։ Ժնևից վերադարձած Ալեն Սիմոնյանը, որ այնտեղ հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Սահիբա Գաֆարովայի հետ, ազգային ժողովում լրագրողներին վստահեցրել է, գերիների հարցը նույնպես եղել է այդ հանդիպման օրակարգում։ Պայմանավորվել են կոնկրետ քայլերի մեխանիզմ երկու կողմից
քննարկենք եւ առաջարկենք։ Չէ, հիմա որ ասեմ, ճիշտ չի լինի, որտեղ հիմա իրանք տրամաբանությունն են հասկանում, մենք մեր տրամաբանությունն ենք քննարկում, պայմանավորվել ենք, բայց խոսքը չի գնում ենթադրենք հեռավոր ապագայի մասին, մենք երկուսս էլ այն մտքին ենք, որ պետք է հնարավորինս արագ այդ ամեն ինչը հարվի եւ հնարավորինս մեծ ծավալով։ Թե ինչու է ազգային ժողովի նախագահն օգտագործում ոչ թե հայ գերիներ, այլ պահվող անձինք ձևակերպումը, պարզաբանում է պահվող անձանց թիվն ավելի մեծ է եւ ներառում է ոչ միայն գերիներին։ Վստահեցնում է ինքը գերի բառն օգտագործելու խնդիր չունի։ Ավելին Սիմոնյանն ասում է, Ժնևում հասկացել է, որ խաղաղությունը ոչ միայն իր, այլև ադրբեջանական կողմի սրտում է։ Մերի Դանիելյան, Ռիոփն մեդիա։ Օրվա երկրորդ կեսին Նիկոլ Փաշինյանը Վրաստանից եկավ Հայաստան ու գնաց ազգային ժողով, որտեղ նորից շատ սուր հայտարարություններ արեց կաթողիկոսի հասցեին, նաև ասաց, որ եկեղեցիները հանրությանը վերադարձնելու բարոյական ու իրավական հիմքեր կան։ Կիրակին նա պատրաստվում է գնալ Հովանավանք, որտեղ կարգալույծ եղած նախկին քահանա Տեր Արամը, որն այսուհետև Ստեփան Ասատրյանն է, որոշել է չենթարկվել կարգալույծ լինելու որոշման ու պատարակ մատուցել։ Կարճ ասած, իշխանություն եկեղեցի առճակատումը մտնում է նոր փուլ։ Կարգալույծը չի կարող կարգալույծ անել։ Կտրիչ Ներսիսյանը ինքը կարգալույծ է, որ իր կուսակրոնության ուխտը խախտած լինելով ակնհայտ փաստի բերումով։ Նա ոնց կարող որևէ քահանայի կարգալույծ անի։ Կառավարության նիստի հարցու պատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը ու եւս մեկ անգամ հաստատեց. գնալու է Հովանավանք ու մասնակցելու կարգալույծ Տեր Արամ քահանայի Ավազանի անունով Ստեփան Ասատրյանի պատարագին։ Հովանավանքը այնտեղն է, որտեղ կարելի է ապրել հոգևոր կյանքով եւ վերջին ամիսներին տեղի ունեցածը ինձ համար նման փաստարկ էր եւ ես պարզապես ուզում եմ միանալ այն համայնքին, որի հոգևոր հովիվը Տեր Արամ Ասատրյանն է։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հաղորդագրության համաձայն նրան կարգալույց հրշակելու համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը, ինչպես նաև պարգևների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։ Ըստ հայտարարությամբ Տեր Արամ քահանա Ասատրյանը հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է հայ եկեղեցին ու ծառայեկից եկեղեցականներին։ Իսկ ամեն ինչ արդեն իսկ արված է ու նա արդեն մի ոտքով դուրս է եկել վեհարանից։ Դա այնքան ակնհայտ է։ Տեղեկությունը այնքան ակնհայտ է ու Տեր Արամին կարգալույց հայտարարելու այդ բանը ցույց էր տալի հենց դա, որտեվ չէր կարելի այդպես փրփուրներից կախվել, հասկանում եք, ուղղակի չէր կարելի։ Փորձեցինք նաև պարզել, թե ինչպես են վերաբերվում այս ամենի մեր քաղաքացիները եւ արդյոք պատրաստվում են մասնակցել Հովանավանքի պատարագին։ Օրինական չի դառնում էլի ինքը, դրա համար ճիշտ չի մասնակցելու։ Ես հոգեւ ես մասնակցում եմ եւ միշտ Տեր Արամի կողքին եմ։ Ես միշտ մեր եկեղեցու կողքին եմ։ Չէ, երևի, որտեվ աշխատում եմ, ժամանակ չունեմ, ասեմ։ Այդ սխալություն է, էլի։ Իրաց կողմից էլ, եկեղեցու կողմից էլ հագին բաներ կա, որ ժողովրդի սրտով չի, էլի։ Միքայել եւ Մկրտիչ սրբազանների պաշտպան Արազ Օրաբյանը Facebook-յան գրառմամբ հիշեցրել է խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքի 17-րդ հոդվածի առաջին մասի բգետը։ Եկեղեցին անջատված է պետությունից եւ պետությունը չի միջամտում եկեղեցու օրենքին համապատասխանող գործողությանը եւ ներքին կյանքին։ Արգելվում է եկեղեցիների եւ կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեություն։ Մեծիտանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը իր կահակալության 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ հայրենիքը գնում է դեպի ինքնակոնդում, իսկ Սփյուռքը ինքնամարշում։ Պետք է այս ամենին վերջ տալ համահայկական ուժերով։ Անի Հովանեսյան, Ստեփան Տիգրանյան, Ռեոփն մեդիա։ Էջմիածնի շուրջը կատարվողին զուգահեռ քաղաքում նաև սկսվել է քարոզարշավ։ Վաղարշապատի համայնքապետ են ընտրելու նոյեմբերի 16-ին։ Բավականին լուրջ ընտրություններ են լինելու, հաշվի առնելով, որ ընտրողների ընդհանուր թիվը մոտ 70,000 է։ Ինչ սպասել, փորձել է հասկանալ իմ գործընկեր Սիմոն Հովանեսյանը։ Այսօր պաշտոնապես մեկնարկեց Վաղարշապատ համայնքի ավականու ընտրությունների քարոզարշավը։ Արդեն միավորված Վաղարշապատ եւ Խոյ համայնքների իշխանությունը ստանձնելու համար 8 ուժ է պայքարում։ Տարբեր քաղաքական ուժեր տարբեր կերպ են սկսել իրենց քարոզարշավը։ Օրինակ իշխող քաղաքացիական պայմանագիրը առավոտից երթով քաղաքում շարժվում է եւ իր թռուցիկները բաժանում։ Հայրենիք կուսակցությունն ու Հաղթանակ կուսակցությունների դաշինքը շնորհանդեսով են պատրաստվում սկսել իրենց քարոզարշավը։ Իսկ Հանրապետություն կուսակցությունը քաղաքի սրտում տեղադրված իր տաղավարից ընտրող
զինվորներին թռուցիկ, սուրճ եւ կոնֆետներ է առաջարկում։ Ընտրակաշարք չէ, ասում են, պարզապես հյուրասիրություն։ Հիշեցնեմ, որ վաղաշաբաթ համայնքի ընտրությունները եկեղեցի պետություն հարաբերությունների սրման ֆոնին են։ Հենց վաղաշաբաթի սրտում է գտնվում հայ առաքելական եկեղեցու աթորանիստը։ Քարոզարշավը մեկնարկում է այսօր, ավարտվում է քվեարկությունից 1 օր առաջ, արձանագրենք ամսի 14 նոյեմբերի ժամը 24:00-ին ավարտվում է քարոզարշավը, դրանից հետո արդեն քարոզությունը արգելվում է օրենքով։ Բոլոր բնակարարում առանձնացված է դահլիճներ քարոզության համար, որ եթե կուսակցությունները ուզում են հանդիպել իրենց ընտրողներին, կարող են դիմել համայնքապետարաններ, ստանան տեղը, որ ժամին որը կուզենան թե ազատ է այդ տեղերը եւ իրականացնեն իրենց քարոզը։ Մյուս տարբերակը գովազդային պաստառներն են։ 5 քառակուսի մետրից ավելի տեղերի համար վիճակահանություններ արդեն արել է կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչպես նաեւ համայնքի սահմանած գովազդային վահանակներ կան, որոնց վրա բոլոր 8 ուժերն էլ այնպես պիտի փակցնեն իրենց պաստառները, որ մյուսներին էլ տեղ մնա ըստ Սիմոնյանի։ Բոլոր ուժերը ունեն հնարավորություն այդտեղ փակցնելու, կարող են փակցնել։ Եվ դա առաջի անգամը չի, իրենք մեր պաստառների վրա են պաստառ փակցնում, այդ ամբողջ process-ները այս ժամանակահատվածում էլ ես կարծում եմ, որ լինելու է, բայց դա չպետք է մեզ կաշկանդի, որ մեր քարոզարշավը ճիշտ իրականացնենք։ Կենտրոնական հանձնաժողովը ամենօրյա ոնց ասած ռեժիմով մենք շրջայց ենք կատարում թե վաղաշաբաթ համայնքում, թե Խոյ համայնքում եւ եթե մենք տեսնում ենք, որ պաստառները փակցված չնախատեսված վայրերում, մենք իրավունք ունենք օրենքով սահմանված ժամկետում 3 օր առավելագույնը տալ կուսակցություններին, որպեսզի նրանք այդ խախտումը վերացնեն եւ որից հետո մեզ զեկուցեն։ Եթե խախտումը չեն վերացնում, մենք կարող ենք դիմել իրավապահ մարմիններին, որպեսզի այդ պաստառները հեռացվեն։ Ամենաշատ հանդիպողը իշխող քաղաքացիական պայմանագրի պաստառներն էին, անվճար գովազդային վահանակներին, մասնավոր ընկերությունների տարածքներում եւ քաղաքացիները ուղղակի խնդրում են, որպեսզի տանեն իրենց պատշգամբներից կախեն կամ իրենց տարածքների վրա խփեն։ Հայրենիք կուսակցությունը քարոզարշավի առաջին օրվա համար ավելի փակ տարածք էր ընտրել։ Համեստություն չի ուզում անել համայնքապետի թեկնածու գրող հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը։ 100+1 ես ասել եմ, որ ես արդեն հաղթել եմ, ես այդ հաղթանակի կողքը հրավիրում եմ բոլոր նրանց, ովքեր հաղթության կրողներն են։ Ամեն մարդու ապրած կյանքը այդ ցուցանիշն է։ Քաղաքում եղած ժամանակ մենք միայն 2 ուժերի քարոզարշավը տեսանք, բայց բոլոր թեկնածուներին ենք սպասում մեր տաղավարում հարցազրույցի։ Իսկ մինչ այդ վաղաշաբաթում ինչ են մտածում մարդիկ ընտրությունների մասին։ Անկեղծ ասեմ, ես ոչ մեկի չեմ ճանաչում։ Ոչ մեկի։ Բայց լսել եմ Արգիշտի մասին լավ բաներ լսել եմ, մեկ էլ Հարությունի մասին եմ լավ բաներ լսել։ Իմ նախընտրած տեխնացուն ունեմ, բայց ոչ հոր արյունը ծախած։ Ջեբրայել ազատագրել ենք դրել մեխակավան։ Դու քո հոր արյունով շաղախված հողը ծախողի թիկունքին կանգնել ես։ Այնքան խնդիրներ ունի առաջին հերթին այդ շների խնդիրը։ Մեզ ուտում են արդեն։ Գոնե շներին միտեղ միապաստան կառուցեն, տանեն, բոլորի վրա հարձակվում են։ Մանդրից անում են էլի։ Միանգամից չենք կա, չունենք այդ հնարավորությունը։ Ընտրությունները ես են հույսս ենա, որ լավ է պիտի հաղթի, որակը պիտի հաղթի, հարյունավերը պիտի հաղթի։ Նոյեմբերի 16-ին հոգևոր մայրաքաղաքում համայնքապետ կընտրեն։ Ամիսներ առաջ վաղաշաբաթին միացվեց նաև Խոյ համայնքը, որի նախկին վարչական ղեկավարն է այժմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանը։ Իդեպ վաղաշաբաթ համայնքն առանձին շուրջ 63000 բնակիչ ունի, Խոյը մոտ 33000։ Համայնքների միացումից հետո ընդհանուր ընտրելու իրավունք ունի մոտ 70000-ը։ Սիմոն Հովանիսյան, Գևորգ Սիանոսյան, Ռիոփն մեդիա։ Բեռնափոխադրողներն են հիմա էլ բախվել լուրջ խնդիրների Ռուսաստանում կարգավորումների փոփոխության պատճառով։ Որոշել են փակել Վրաստան տանող բոլոր 3 ճանապարհները, այդ ձևով արտահայտելով իրենց բողոքը, որ Ռուսաստանում իրենց մնալու ժամկետը կիսով չափ կրճատվել է։ Հիմա կարող են երկրում մնալ 90 օր, ոչ թե 180։ Խնդիրը քննարկելու են 2 օրից ԵԱՏՄ շրջանակում։ Հայ-վրացական սահմանի 3 անցակետերը վերջին 2 օրերին կաթվածահար վիճակում էին։ Բեռնատարների վարորդները փակել են դեպի Վրաստան տանող ճանապարհները՝ ի նշան բողոքի Ռուսաստանի սահմանած նոր կանոնակարգի դեմ։ Սա վարորդների վերջին ծայրահեղ քայլն է։ Մի քանի անհաջող բողոքի ակցիաներից եւ կառավարությունից ու Ռուսաստանի դեսպանատնից սպառիչ պատասխաններ չստանալուց հետո։ Խնդիրը դաշնային նոր օրենքն է, որով օտարերկրյա քաղաքացիների երկրում գտնվելու ժամկետը 180-ից կրճատվել է մինչև 90 օր։ Վարորդները պնդում են, որ այս սահմանափակումը կործանարար է իրենց համար, քանի որ հաճախ նրանք միայն վերին Լարսի անցակետում են անցկացնում շաբաթներ, երբեմն ավելի շատ ամիսներ։ Ծնձը չէ դաշկերը, իմ
90 օրս լրացա ինձ դեպորտ կենեն, թե ինչ կենեն ինձ հարցը ստեղ իմ երկրից ապրելաձևն է, որտեվ շուտով հունվարով էտեսիկ բանի տեղ չդրեցինք, հունվարի 1-ով կնան լրիվ փակեն, շրջափակման մեջ մտնենք։ Հում ձեռը 1 օգոստի հնարավորություն կա, թող թասիբ ունենան, քաղաքականությունը դնեն մեկ կողքի, սև ու սպիտակը դնեն կողքի, ուղղակի կպնին մեր այս հայ ազգի գործին։ Գարնիկ Դամեդյան։ Խնդիրը ազգային ժողովի ամբիոնից բարձրացրեց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, մեղադրելով իշխանությանը անգործության մեջ։ Հարյուրավոր մեր հայրենակիցներ զրկված են իրենց ապրուստի միջոցից, հայտնի սահմանափակումների պատճառով, 90 օրյա ժամկետի սահմանափակման պատճառով մարդկանց դեպորտ են խփում։ Մինչև հիմա այդ մարդիկ սպասում են պատասխանների եւ ցավոք սրտի այդ պատասխանները չստանալով մարդիկ դիմել են անհնազանդության, խաղաղ անհնազանդության միջոցի։ Բեռնափոխադրողները ստիպված են եղել 3 անցակետերում ակցիա իրականացնել։ Մի քանի անգամ եւ կառավարության շենքի մոտ եւ տարբեր վայրերում բողոքի իրենց ձայնն են բարձրացրել։ Ըստ Գառնիկ Դանիելյանի, այդ ուղղությամբ որևէ գործուն քայլ չի արվել։ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը իր ֆեյսբուքյան էջում քննադատել է նախարարին, նշելով, որ մինչ նա զբաղված է քաղաքական հայտարարություններով, բեռնափոխադրողների ճգնաժամը, որի հասցեատերը հենց ինքն է, մնում է չլուծված։ Խոսվում է բարձր մակարդակով բանակցությունների մասին, բայց իրական լուծում չկա։ Վարորդները շարունակում են հայտնվել սև ցուցակներում, բեռնատարները շարունակում են կուտակվել սահմանին, իսկ Հայաստանի տնտեսությունը կորցնել վստահելի գործընկերոջ համբավը։ Ի պատասխան քննադատությունների էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնեց, որ խնդիրը քննարկվել է ռուսական կողմի հետ եւ նրանք տրամադրված են լուծում տալ հարցին։ Մեր տեղեկություններով այս պահին արդեն իսկ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը Ռուսաստանի Դաշնության պատկան մարմիններում գտնվում է շրջանառության փուլում, շրջանառության մեջ։ Հոկտեմբերի 24-ին տեղի է ունենալու ԵԱՏՄ խորհրդի նիստը, որտեղ այդ հարցը քննարկվելու է եւ կոնկրետ հստակություններ կլինեն։ Պապոյանը նշեց, որ հարցը ընդգրկվել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում։ Բեռնատարների վարորդները առավոտյան բացել են միջպետական ճանապարհները։ Այժմ սպասում են հոկտեմբերի 24-ի ԵԱՏՄ նիստում հարցի քննարկմանը։ Աննա Հարությունյան, Reopen Media։ Հունգարիայում Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպումը կարծես չեղարկվում է կամ լավագույն դեպքում հետաձգվում։ Թրամփը ուզում է, որ պատերազմը դադարի անհապաղ, պահպանելով այս պահի շփման գիծը, բայց կան լուրջ բարդություններ։ Իրականում ամեն ինչ այդքան հեշտ չէ։ Նախ Ռուսաստանի եւ Ուկրաինայի դիրքորոշումներն անհամատեղելի են։ Նույնիսկ իրավական առումով առաջացել է այնպիսի փակուղի, որից դուրս գալու համար պահանջվում են շատ հնարամիտ լուծումներ։ Ռուսաստանը Դոնեցկի, Խերսոնի եւ Զապորոժիայի այն տարածքները, որոնք Ուկրաինայի հսկողության տակ են, համարում է իր տարածք ըստ սահմանադրության։ Ուկրաինան էլ իր սահմանադրությանն է հետևում ու այդ շրջանները ոչ Ուկրաինա համարելու որևէ տարբերակ չի պատկերացնում։ Հետևաբար Թրամփի առաջարկը շատ պարզ է, կանգ առեք, հետո կխոսենք, բայց սա էլ չի ստացվում, շփման գիծը փոխվում է ամեն օր։ Ուկրաինայի իշխանությունները հայտնել են գիշերային հրթիռային եւ անօդաչու հարձակումների հետևանքների մասին, որոնք թիրախավորել էին Կիևի էներգետիկ ենթակառուցվածքները, առաջացնելով հրդեհներ ու զոհեր։ Զապորոժիայի մարզում վիրավորվել է 13 մարդ, իսկ Կիևում խոցված բեկորները վնասել են մի քանի թաղամաս։ Կիևի պնդմամբ ռուսական դրոնը Խարկովում հարվածել է մասնավոր մանկապարտեզի, 1 մարդ է զոհվել, 6-ը վիրավորվել։ Վաշինգտոնը եւ Կիևը պնդում էին անհապաղ հրադադարի մասին, հիմք ընդունելով ճակատային գիծը, սակայն Ռուսաստանը չի ընդունել այս պայմանները։ Մենք հանդիպում ունեցանք Միացյալ Նահանգների նախագահի հետ։ Մենք համաձայնեցինք, որ այսպես կփորձենք կազմակերպել երկխոսություն, հիմնվելով ճակատային գծի վրա, որն այժմ ունենք։ Սա նախագահ Թրամփի ազդանշաններ իր թիմին։ Ճակատային գիծը կարող է լինել դիվանագիտության սկիզբը։ Սակայն Մոսկվան կտրականապես մերժել է այս մոտեցումը, կրկնելով իր պահանջը։ Ցանկացած հրադադարից առաջ Ուկրաինան պետք է համաձայնի ռուսական զորքերից զբաղեցրած տարածքները ճանաչել ռուսական։ Նման հավակնությունները փաստացի փակուղի են մտցնում բանակցային գործընթացը։ Նախագահ Թրամփը մեկնաբանելով իրավիճակը հայտարարել է, որ չի ցանկանում մասնակցել անիմաստ հանդիպման։ Ես չեմ ուզում անօգուտ հանդիպում ունենալ, չեմ ուզում ժամանակ վատել։
մատնել։ Ուստի կտեսնենք, թե ինչ կլինի, բայց մենք կնքեցինք այս բոլոր հիանալի գործարքները։ Դրանք բոլորը ամուր խաղաղության գործարքներ են։ Եվ ես ասացի, կանգնեք ձեր մարտական բնագծերում, եւ դուք հետ եք քաշվում, գնում եք տուն եւ բոլորը որոշ ժամանակ հանգստանում են, որովհետեւ դուք ունեք երկու երկիր, որոնք սպանում են միմյանց, երկու երկիր, որոնք կորցնում են շաբաթական 5-ից 7000 զինվոր։ Մենք դեռ որոշում չենք կայացրել։ Դիվանագիտական վերջին փորձը եղավ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը, որից հետո պարզ դարձավ, որ Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Լավրովը նաեւ քննադատեց արևմտյան լրատվամիջոցներին իրավիճակը աղավաղված ներկայացնելու համար։ Ես զարմացա, երբ կարդացի, որ ըստ CNN-ի Պուտին-Թրամփ հանդիպումը կարող է հետաձգվել, քանի որ երեք Մարկո Ռուբիոյի հետ իմ զանգից հետո ես կմեջբերեմ։ Ամերիկացի պաշտոնյաները եզրակացրել են, որ Ռուսաստանի դիրքորոշումը վերջերս գրեթե չի փոխվել եւ դեռ համահունչ է իր սկզբնական առավելապաշտական պահանջներին։ Արևմտյան լրատվամիջոցների մեծ մասի ազնվությունը հայտնի է, CNN-ը բացառություն չէ։ Այսպիսով գագաթնաժողովի չեղարկումը եւ դրան հաջորդած ռազմական գործողությունների ավելի ակտիվ վերսկսումը ցույց են տալիս, որ հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներն այս փուլում գրեթե զրոյական են։ Մոսկվան շարունակում է հետամուտ լինել ռազմական ճանապարհով իր նպատակներին հասնելու ռազմավարությանը, օգտագործելով էներգետիկ ենթակառուցվածքների վրա արձակումները որպես ճնշման լծակ։ Միևնույն ժամանակ Ուկրաինան եւ նրա արևմտյան գործընկերները հրաժարվում են ընդունել ուժի կիրառմամբ պարտադրվող պայմանները։ Այս պայմաններում Ուկրաինան պատրաստվում է դիմակայել ծանր ձմռանը շարունակվող հարձակումների եւ էներգետիկ ճգնաժամի պայմաններում։ Շատ մասնագետներ կարծում են, որ դիվանագիտության դուռը փակվել է եւ այժմ հակամարտության ելքը որոշվելու է ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, այլ հենց մարտի դաշտում։ Դավիթ Գենջոյան, Riopan Media։ 102 տարեկանում մահացել է Շարլ Ազնավուրի քույրը Աիդա Ազնավուր Կարվարենցը։ Ազնավուր հիմնադրամը հայտնում է, որ նրան կհուղարկավորեն ընտանեկան գերեզմանատանը Մոնֆոր Լամորիում։ Իդեպ հենց այստեղ է հուղարկավորված նաև Շարլ Ազնավուրը։ Աիդա Ազնավուրի մասին պատմում է մեր ֆրանսալեզու թողարկումների հեղինակ Հասմիկ Առաքելյանը։ Նրանք մեծացան հայրենիքից հեռու թատրոնների եւ համերգասրահների կուլիսներում, երկերաժշտության ու արվեստի մեջ, բայց հայկական տաղանդով ու շնչով, երբեք չմոռացան Հայաստանն ու հայ դատը։ 102 տարեկանում Շարլ Ազնավուրի մահվանից 7 տարի հետո Ֆրանսիայում մահացավ նրա կյանքից ու արվեստից անբաժան քույրը Աիդան։ Նրանք երկուսով որոշել էին միասին տոնել իրենց 100-ամյակը, բայց Շարլը 2018-ին խախտեց պայմանավորվածությունը։ Այդան ընդամենը 1 տարով էր մեծ Շարլից, բայց միշտ նրան ասում էր փոքրիկ աղբարիկս։ Հենց այդպես էլ կոչել էր իր ինքնակենսագրականը, որտեղ պատմել էր քույր ու եղբոր անբացատրելի կապի եւ Ազնավուրների ոդիսականի մասին։ Քույրս մեր տան ամենահզորը երաժիշտն էր, երգում էր, նվագում, երաժշտություն ստեղծում, բայց իր կյանքը նվիրեց ընտանիքին։ Շարլ Ազնավուրն այսպես էր քրոջը մեծարում, որն ամուսնացել էր հայ ազգի կոմպոզիտոր Ժորժ Կարվարենցի հետ։ Ազնավուր Կարվարենց ընտանիքը աշխարհին եւ հատկապես հայերին նվիրել է այնպիսի երգեր, որոնք իսկական երաժշտական ժառանգություն են, քեզ համար Հայաստանից մինչև նրանք ընկանն ու մի հավերժական սերը։ Բայց քչերը գիտեն, որ 2007-ին քույր ու եղբայր կրկին նստել են դաշտամուրի առջև եւ նոր երգ ձոնել դարերի ընթացքում չարիքներին դիմակայող Հայաստանին։ Հատկապես Արցախի բլոկադայի ընթացքում այդ երգը տպավորություն էր թողնում, թե այդ տողերն Ազնավուրները գրել էին հենց այդ օրերին։ Քո սահմանի մոտ թշնամիներդ են վրաններ խփել, ճակատագիրն է քեզ միշտ հարվածել, սակայն դու կրկին ոտքի ես կանգնել, բյուր փորձանքների, շատ ցնցումների միջով ես անցել, չարիքների ես դիմագրավել հազարաբերան, թշվառ, տառապյալ, անուշ Հայաստան։ Քո լեզվից երբեք չես հրաժարվել, քո մշակույթն ես հրաշքով փրկել եւ գերմարտկային ճիքերի գնով խավարին հաղթել։ Քեզ ավերել են, կրկին հառնել ես Փյունիկի նման եւ ամեն անգամ նորից սկսել ու բարգավաճել, իմ քնքուշ, չքնաղ, անուշ Հայաստան։ Այդ Ազնավուրը եղբոր հիշատակը շարունակում էր վառ պահել նույնիսկ զառամյալ տարիքում։ Շանսոնյեի կյանքին նվիրված ֆիլմը ստեղծելիս հեղինակները մանրամասներ էին ճշտել հենց նրանից, եւ ֆիլմի պրեմիերայի օրը Փարիզում 101-ամյա Այդա Ազնավուրը հայտնվեց հանրության առջև, եւ դա եղավ նրա հրապարակային վերջին հայտնությունը։ Օրհնեց ու բարի ընթացք մաղթեց։ Այդա Ազնավուրը կհուղարկավորվի Մոնֆոր Լամորիում գտնվող Ազնավուր Կարվարենց ընտանեկան դամբարանում։ Հասմիկ Առաքելյան, Riopan Media։
Եվ վերջում, վստահաբար նկատել եք, որ վերջին տարիներին տարբեր երկրներում քաղաքական գործիչները, նույնիսկ երկրների ղեկավարները աչքի են ընկնում օրինակ 10 տարի առաջ անհավանական թվացող նախաձեռնություններով, խոսքով ու վարքով։ Սոցցանցերը շատ կտրուկ փոխել են նաև ավանդական քաղաքական գործունեությունը, դարձել են հանրության հետ շփման ամենաարագ, անմիջական ու արդյունավետ գործիքը։ Արդյունքում պարբերաբար տեսնում ենք երկրների ղեկավարների, որոնք օրինակ ուղիղ եթերում ռոք են երգում, շատ մտերմիկ ձևով պատասխանում են օգտատերերի հարցերին, կամ օրինակ Ֆիլիպինների նախկին նախագահի պես հայտարարում են, որ պետք է սպանել բոլոր թմրամոլներին։ Այս ամենը վիրուսային ձևով տարածվում է համացանցում, ձևավորում որոշակի տպավորություն ու վերաբերմունք եւ այդ անձանց եւ այդ երկրի նկատմամբ։ Տարբեր երկրներում այս ամենն ունենում է տարբեր հետևանքներ, բայց հետ տանող ճանապարհ չկա, պետք է հարմարվել հույսը դնելով ողջ ամտության վրա։ Կամ մենք կօգտագործենք սոցցանցերը, կամ սոցցանցերը կօգտագործեն մեզ։ Զենֆիրայի երգի տակ Հայաստանի վարչապետի տխրելը տեսնելու շանսը փոքր է, բայց կա։ Թրամփը էլի Ալբանիա կոչեց։ Զենֆիրայի մտքով կանցներ, որ մի օր Հայաստանի վարչապետը կտխրի իր երգերի տակ ու դա կդառնա թրենդ TikTok-ում։ Չեմ կարողանում հասկանալ, ինչ է կատարվում Հայաստանում։ Սպասեք, սա իրոք պաշտոնական էջն է։ Մինչ TikTok-ում փորձում են գուշակել ինչու է տխուր Հայաստանի վարչապետը, Facebook-ը հայության մի մասը ողջունում է նրան։ Փաշինյանը TikTok-յան եւ Instagram-յան նոր ռեկորդ է գրանցում։ Այս պահի դրությամբ մոտ 3 միլիոն դիտում, 300,000 լայք TikTok-ում, 10 միլիոն դիտում եւ 700,000 լայք Instagram-ում։ Հոլովակը դուրս է եկել Հայաստանի սահմաններից ու տարածվել աշխարհով մեկ։ Մոտ 50,000 մարդ կրկնօրինակել է այն։ Սա Փաշինյանի բազմաժանր երաժշտական ճաշակի մասին փաստող միակ տեսանյութը չէ։ Զենֆիրային նախորդել էին Հայկոն, Էլվինա Մակարյանը, Ստրոմայը, անգամ Արկադի Դումիկյանը։ Դե իսկ հետո սրան ավելացավ Սրտիկի ժեստը։ Սրտիկներով բարելույս ասելուց բացի Փաշինյանը սիրում է սոցցանցերի իր վարկանիշով կիսվել, կամ ինչպես բլոգերներն են ասում, ստատիստիկայով։ 53 միլիոն դիտում, 16,000 նոր հետևորդ։ Ուրիշ որ երկրի ղեկավարն է սոցցանցերում կիսվում իր հավանումների եւ հետևորդների քանակով։ Գտնել չկարողացանք։ Ամենայն հավանականությամբ այս հարցում Փաշինյանը մենակ է։ Սոցցանցային աժիոտաժի ֆոնին Փաշինյանը բացատրեց, թե որն է սրտիկներ ցույց տալու նպատակը։ Նրանք, ովքեր դարդոտված են, նրանք նույնպես կարող են օգտվել օրը պոզիտիվով սկսելու այդ հնարավորությունից։ Եթե դուք խոսում եք դարդերի մասին, Հայաստանի Հանրապետությունում դարդերով զբաղվող մի ինստիտուտ կա եւ դա Հայաստանի Հանրապետության կառավարությունն է, մնացածը կենացների ժանրից։ Կառավարությունը ես եմ։ Սոցցանցերը վերափոխեցին աշխարհը ու նաև քաղաքականությունը։ Հայտնի խոսք կա, եթե Ջոն Քենեդիի ժամանակ հեռուստացույց չլիներ, նրան դժվար ընտրեին։ Նույնն էլ հիմա է։ Ամերիկայից մինչև Ուկրաինա սոցցանցերով երկիր կառավարողների պակաս չկա։ Գիտենք մի քանի տեսանյութ Սպիտակ տան պաշտոնական էջից։ Ժամանակին Թուրքիայի նախագահ Էրդողանն էր փորձում սանձել Լիբանանում նվեր ստացած նժույգը։ Թուրքմենստանի նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն էր սիրում բազմազան ժանրերում ծափերի տեսքով լայքեր հավաքել, ցուցադրելով հեծանիվ վարելիս դիպուկ կրակելու հմտությունը։ Սպորտային մեքենայով սրընթաց պտույտներ գործում հրդեհված գազահորի շուրջ։ Կամ երկծոնում իր նժույգին։ Իսկ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Լոնդոնի օլիմպիական խաղերի բացման ժամանակ կախվեց զիփլայնից եւ մնաց օդում։ Նոր Զելանդիայի վարչապետն է Քրիստոֆ Լյուքսոնը։ Զելանդական լեռներում Պավլովա է ուտում, հետո կիսվում իր մաշկի խնամքի գաղտնիքներով։ Մեդիահոգեբանն ասում է, մեր օրերում տեսանյութը որքան հումորային լինի ու ապշեցուցիչ, դիտումները եւ հավանումները այդքան շատ կլինեն։ Այն քաղաքական գործիչները, որոնք նորարարություններին կողմ չեն գնում եւ շարունակում են մնալ ավանդական մեդիայի տիրույթում, շատ ավելի քիչ հասանելիություն են ունենում հատկապես վերջին սերնդի ներկայացուցիչներին, որովհետեւ իրենց պարզապես չեն դիտում եւ իրենց մասին հազվադեպ են
իմանում։ Ֆենոմենը հասկանալու համար եկեք նայենք թվերին։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում 2020-ի նախագահական ընտրություններին 158.9 միլիոն մարդ է մասնակցել։ Սա երկրի համար ռեկորդային ցուցանիշ է։ Gen Z-ն այդ ռեկորդում մեծ դերակատարում ունի։ Այժմ քաղաքական գործիչները այսպես փորձում են Gen Z-ի սրտերը գրավել, փորձելով դառնալ մեզնից մեկը։ Հակառակ դեպքում նրանց մասին շատերս չէինք էլ իմանա։ Տեխասի կոնգրեսական Բետո Օռուրկը ատոմնաբույժի մոտ է։ 2020-ին ԱՄՆ նախագահի թեկնածու Էնդրյու Յանգն էլ դահլիճ է մտնում սկեյթբորդով։ Առաջին բաղադրիչը տարբերվելու համար կոչրել բոլոր այն կարծրատիպերը, որոնք ընդունված են, այսինքն քայլել քարացած նորմատիվների վրայով, անել բաներ, որոնք հանրույթը քեզնից չէր սպասում։ Դրանք կլինեն հումորային կոնտենտի տեսքով, կլինի հասարակության կարծրատիպերը կոչրելու տեսքով, թե առհասարակ քո կերպարը որևէ X բաղադրիչով կոչրելու միջոցով։ They are a drug manufacturing machine, Colombia. Իսկ որ քաղաքական գործիչներն են մերժում ավանդական լրատվամիջոցները, ինչը պոպուլիզմը գրքի հեղինակ Յան Վերներ Մյուլլերը ասում է, սոցցանցերում ակտիվ լինելով քաղաքական գործիչները ուզում են ավելի մոտ լինել իրենց հետևորդներին։ Զարմանալու ոչինչ չկա։ Այսօր աշխարհում սոցցանցերով ոչ միայն երկիր են ղեկավարում, այլև պատերազմ վարում։ Սա մի աշխարհ է, որտեղ հաղթում է նախ ձևը, ապա բովանդակությունը, նախ սրտիկները, հետո հանուն երկրի արված քայլերը։ Անի Հովանեսյան, Վարդան Պողոսյան, Լևոն Ոսկանյան, Open Media։ Այսքանը հետևեք մեզ սոցցանցերում, բաժանորդագրվեք, անփորձանք գիշերը մաղթում ստեսց։